ձեր մեջ, լինել Տիրոջ զավակների մեջ ու միասին փառաբանել Տիրոջ, ամեն։ Շատ շնորհակալություն, որ այս առիթը ընծայվեց հովսանվել, Տերը օրհնի ձեզ էլ, որ իրականում ունենք այս հնարավորությունը միասին։ Շատ Աստծուն փառք, որ ասում եմ բախտի բերմամ թե պատահամամ հայտնվեցինք Ամերիկայում։ Վայ, Աստծո կամքով։ Գիտեք, մի հետաքրքիր վկայություն ասեմ, ուրեմն երբ որ պետք է մտնեի Ամերիկայի դեսպանատուն, հենց ես ոտքս դրեցի այդ դեսպանատան անտարածքը, մի անգամ մի միտք այցելեց ինձ, ու միտքը հետևյալն էր, որ ես մտա Ամերիկա։ Դեռ հələ ֆիզիկապես չեմ մտել, բայց արդեն այդ մտովի, այդ հոգու, այդ ոլորտը մի անգամ ձնձի վերցրեց։ Ու գիտեք, այնքան հետաքրքիր էր, երբ որ այնտեղ հեռախոսս հանձնեցի ու հետևում էի հրահանգներին, նստած եմ այնտեղ, սպասում եմ, երբ իմ հերթը կհասնի, որ մոտենամ հարցազրույցի, ես նստած եմ ու Սուրբ Հոգին խոսում է, ու այնքան հետաքրքիր էր, ինքը ասում է՝ «Կարեն»։ Ես էլ գիտեմ այդ մոտեցման ձևը։ Ինքը շատ ասենց մոտեցումս տալի, որ դու մի անգամ ասում ես ինչ ա դեր, շատ արագ կարողանում ես այդ պահը ընկալես։ Ասում է ուշադիր եղի, ինչքան հեշտ է Աստծուն լսելը։ Դու գտնում ես ուրիշի տարածքում, շատ հեշտ է քեզ հրահանգներին հետևել։ Ինչ որ ասում են, դու խելո գառի պես անում ես։ Հետևում ես, հեշտ է, ասում եմ հեշտ է, ասում այդպես էլ իմ արքայության մեջ, երբ որ դու մուտք ես գործում իմ արքայության մեջ, դու շատ արագ ես ինձ լսելու, քեզ շատ հեշտ ալնելու ինձ լսելը, շատ հեշտ ալնելու հնազանդվել հրահանգներին, ուղղի ինձ ոնց որ հիմա ստեղ ես։ Հոնդը չես ասում, ես չեմ անի, դուք պետք է ինձ ասեք։ Չէ, դու սուսփուս, ինչ ասում են անում ես։ Ենք որովհետև ուրիշ տարածքում ես գտնվում։ Ու ինքան սիրուն ձևով Աստված տեղեկություն տվեց, երբ որ դու Աստծո տարածքի մեջ ես, քեզ շատ հեշտ է լինելու Աստծուն լսել, ընկալել, ըմբռնել, արագ շարժվել, մեծ բաների մաս դառնալ։ Պատկերացնում եք, ես այդտեղից դուրս եկա ու իմ ընկերոջը վկայություն եմ տալի, թե ինչ է վերապրում այդ դեսպանատան ներսում։ Հենց վկայությունս վերջացեցի, Աստծո ներկայություն եկավ այդ ընկերոջս վրա ու ինքն է հայտնություն իմաստանում, ասում է, երբ որ եկեղեցին հիմա մեկտեղ որ հավաքվում է, այսինքն մենք այդ պահին մուտք են գործում Աստծո արքայության տիրույթը, ասում հա, հենց այդ է ես վերապրում այնտեղ։ Ու չեք պատկերացնի, մի անգամ Աստծո ներկայությունը եկավ իր վրա ու հայտնությունը վերցրեց մեզ, որ մենք երբ որ հավաքվում ենք մեկտեղ, դա սովորական մի վայր չի։ Սովորական մի վայր չի, մենք Աստծո տիրույթի մեջ ենք մուտք գործում։ Դուք աշխարհում էիք, Աստծո որդիներ էիք, բայց հենց գալիս ենք մենք միասին հավաքվելու, մենք մուտք ենք գործում իր իրականության մեջ։ Այդ ինչի համար կարևոր է որ հետևես մտքերիդ, հետևես զգացողություններիդ, որովհետև ստեղ մեկը կա, տեսնում է քեզ։ Անիմաստ մտքերն չի քեզի վերցնեն, եթե Տերս ներկա դեն ես գցում, ամեն քեզ թոթափող, նեղացնող ինչ որ մի մտքեր, հասկացողություններ, բաներ, որտեղ ինքը ստեղ է, քո սիրտը ուզում է իրան ճանաչի, որտեղ մենք մուտք ենք գործում իր իրականության մեջ։ Ամեն, հալելույա։ Ասա Տեր այստեղ է, թեքի կողքիդ ընկերոջ ասա։ Քո կողքին ընկերոջ անպայման ասա դրա մասին։ Գիտեք, մենք մեկս մյուսին տեղեկություն ենք փոխանցում, հասկացողություն ենք փոխանցում, մի քիչ ասեմ իմ մասին, ես Կարենն եմ Հրազդանից, Հայաստան երկրից, ու փրկվել եմ 93 թվականին, մի փոքր վկայեմ դրա մասին ոնց եմ փրկվել, ու ունեմ ընտանիք, ունեմ կին, ունեմ 2 երեխա, բոլորն էլ Հիսուսին շատ սիրում են, ինձանց առավել են սիրում Հիսուսին ու ես եմ այդպես պատվեր տվել որ դուք ինձանից շատ սիրեք Հիսուսին իմ հանգստություն դրա մեջ է եթե դուք Հիսուսին շատ սիրեք ես խաղ ման կգամ ես էլ Հիսուսին իրանցից շատ եմ սիրում այնպես որ իրան գիտեն որ ես Հիսուսին իրանցից շատ եմ սիրում ու մենք մեկս մյուսին հիշեցնում ենք որ քեզ սիրում եմ բայց Հիսուսին ավելի շատ եմ սիրում բայց ինչքան իրան շատ եմ սիրում այնքան քեզ եմ սովորում սիրել սա իրար հետ համագործակցում է այն ձև չի որ մեկը պետք է նեղանա ու նախանձի, ինչո ինքը Հիսուսին ինձան շատ սիրում, էդի մեր բոլորիս բարիքն է, ամեն, այսպես, Փառք Աստծուն, որ Աստված սենց գործում է, տարբեր բաների մեջ գործածում է, հիմա հովական ծառայության մեջ եմ գտնվում, հեշտ գործ չի, բայց շատ օրհնաբեր գործ է, ինչու, որովհետև Աստված կանչում է, որ մենք իր եկեղեցում պատրաստենք, գիտեք ում հետ հանդիպման, Հիսուսի,
Այդ ինչի համար մենք պատասխանատվություն ենք զգում, որ լավ ձևով պատրաստենք եկեղեցին, մենք էլ ձեր հետ միասին, որտեղ ինչ որ ձեզ ասում ենք, առաջին էտի մեզ է վերաբերվում։ Մենք էտի անում ենք, որ հետո ձեզ ասում ենք, ինչու, որտեղ հասկանում ենք, մենք բոլորս միասին պետք է պատրաստվենք Հիսուսի հետ հանդիպման։ Իսկ լավ կլինի, երբ որ Հիսուսը գա, իր հարսին պատրաստ գտնի, ամեն, սպասելուց գտնի։ Այնքան բան կլինի, վտանգավոր կլինի, պատկերացեք Հիսուս տեղ ներկա է, հանկարծ տեսնի, որ քո սիրտ ուրիշ տեղ է։ Հիսուս տեղ է։ Ամեն անգամ որ գալիս եմ ծառայության, իմ սիրտը ես այդ բանով եմ գալիս, որովհետև գիտեմ ինքս տեղը, ես սպասում եմ, իմ ներսում սպասում եմ զարգացում, որովհետև գիտեմ, որ ինքը ինչ-որ մի բան իմ սրտի մեջ անելու է այսօր։ Սպասում, Տերը որտեղ սպասում է տեսնում, այնտեղ սկսում է բացվել։ Ամեն։ Որովհետև չես բացվի այնտեղ, որտեղ քեզ չեն սպասում։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Իմացեք, այդպես էլ Տերն է։ Տերը բացվում է, երբ որ սպասում է տեսնում։ Տերը բացվում է, երբ որ դու բացես քո սրտի խորքումով, ամեն ձևի ուզում ես իրան ճանաչես։ Ամեն։ Ու Տերը հրաշալի բաներ անում։ Այսօր ուզում եմ ձեր հետ բաժնեկցեմ փրկության գործի մասին, ոնց Աստված ուզում է, որ մենք փրկության գործով զբաղվենք մեր ընտանիքների, մեր շրջապատում գտնվող մեր հարազատներն են, բարեկամներն են, ընկերներն են, ծանոթներն են, գործընկերներն են, ինչու՞ չէ, նաև հարևաններն են։ Եթե հարևանություն չես անում ոչ մեկի հետ, մեկ էլ տեսար Աստված դուռը բացում հարևանություն է սկսում անել։ Դեպքեր վկայություններ կտամ։ Ուրեմն մի փոքր ասեմ ոնց եմ ես եկել Հիսուսին, որովհետև քանի որ մենք փրկության գործի մասին ենք խոսում, վկայությունը պետքա դրա մեջ շատ արկա լինի։ Ու ասեմ առաջին բաներից մեկը, որ ես կռվի ժամանակ, առաջի պատերազմի ժամանակ տանկիստ եմ եղել, զինվոր եմ եղել, ու այնպես այլ է, որ այդ կռվի ժամանակ մենք 3 ջահել տղերքով 19 տարեկան մեր սովորական զինվորության ընթացքի մեջ ենք ու գտնվում ենք մի հատ այնց վայրում, որ կորել ենք բոլորից, չգիտենք որտեղ են հայերը, որտեղ են բաները հակառակորդները, ու այնպես է ստացվում, որ մենք սենց կանգնած անհանգիստ մի միտք ենք մանկալի ոնց շարժվենք, որ միամիտ հանկարծ գերի չընկնենք, ու գիտեք այդ պահին զգում եմ, որ ինչ-որ մեկի ներկայությունը հայացքը սենց ուղղակի կենտրոնացած է մեզ վրա այդ վայրում։ Դե նստած ենք տանկի վրա, տանկը սենց դանդաղ աշխատանքի իր այդ կանգնած վիճակով աշխատանքի մեջ է, մեկ էլ զգում եմ, որ ինչ-որ մեկը սենց այսպես պշած հայացքով նայում է մեզ։ Այնքան շոշափելի էր այդ հայացքը, ես այդ ժամանակ հավատացյալ չեմ եղել, բայց մեր սովորական ադաթական ձևով մի հատ մոն վառել ենք էլի կռվից առաջ, գնալուց առաջ։ Ու գիտեք այնքան հետաքրքիր էր, որ այդ ներկայություն ուշադրությունս գրավեց, ես սենց անհանգստացա մտածելով երևի հակառակորդի հետախույզներն են մեզի նշմարել են, մեզի կարող է հեսա բռնել, ու այդհալով այդ ներկայությունը այնպես ուժեղանում էր, որ ես անդադ թեքվում էի, հետ էի նայում այդ անտարի կողը, որ գոնե ինչ-որ մի շարժ տեսնեմ, որովհետև այդքան շոշափելի էր այդ հայացքը, այդ ներկայությունը։ Մեկ էլ տղերքին արդեն տեսա, որ ոչ մի բան չի լինում, բայց այդ անհանգստությունը ինձ սպանում է, ասում եմ մտեք տանկը պետք է այստեղից շատ արագ տեղափոխվենք։ Մենք տեղափոխվում ենք ու հրաշքով հանդիպում ենք մերոնց ու վերջ, ամեն բան փոխվում է, հետո ես զորացրվում եմ, գալիս եմ 93 թիվն է, օգոստոսի 5-ն էր, որ ես զորացրվեցի, ու իմ ընկերը, մանկության ընկերը ինձ կպել է, համոզում է պետք է եթանք եկեղեցի։ Ես էլ ասում եմ, ինձ այդ բաները հետաքրքիր չեն։ Ասում է հետաքրքիր լինեն, չլինեն, պետք է եթանք եկեղեցի։ Ասում եմ, լսի, չեմ ուզում։ Ինքը ասում է, «Էլ ինչ ընկեր ես, բա ես այդում եմ մի հատ տեղ, բա դու ընկեր ես, մի հատ չգաս տեսնես քո ընկերը ինչով է զբաղված։ Բա կարող է սխալ տեղ եմ այդում, մի հատ կողքից չօգնես։ Էս էլ որ արես կպավ թասիվիս»։ Ասի լավ, ընկերության խաթր գալու եմ։ Մի ամիս համոզելուց հետո ես սեպտեմբերի 5-ին գալիս եմ։ Զուտ ընկերության խաթր։ Գալիս եմ, որ ընկերս իրան վատ չզգա, հետո տեսնեմ ուր է այդում, ուր չի այդում, բայց հենց մտնում եմ այդ սրահը, մի երևի 50-60 հոգի մարդ կար հավաքված, հենց մտնում եմ այդ հավաքույթի տեղը, այդ պաշտամունքի այդ վայրը, նույն ներկայությունն եմ զգում, ինչ որ այդ կռվի դաշտում եմ զգացել, նույն ներկայությունը, ու ես ինձ ինձ վերցրեց, լավ, ով է այս մեկը, ով է այս մեկը, ու պատկերացեք այդ օր ամբողջ ծառայությունը, ծառայողը հայացք ուղղած, որովհետև մենակ ես եմ առաջին անգամ եկել եկեղեցի, ու իր խոսքը սենց ուղղած, սենց ուշադիր նայում է ինձ, ու ոնց որ քարոզի ինձ, որ վերջ-վերջո ինձ բերի Հիսուսին։ Բայց ես չեմ հասկանում այդ մարդը ինչ է ուզում, որովհետև ես տարված եմ բանով, այդ ներկայությունով։ Ամբողջ ծառայության ժամանակ այդ հայացքն եմ զգում, այդ ներկայությունն եմ զգում, ու մեջ մի հատ հարց է, ով է այս մեկը։ Ու ծառայությունը վերջանում է, դե տեսնում է ծառայողը, որ ես չեմ արձագանքում իր կանչին,
որովհետև ես կտրվել էի այդ իրականությունից այդ պահի տակ ու հետո ինձ սենց ընկերս գալիս է մի հատ սենց կողքից որ սենց մի հատ կպնում անձի շարժում է ոնց որ նոր սթափում եմ ինձ ասում է Կարեն ուզում ես Հիսուս քո Տերը դառնա ես էլ ճիշտ ասած ինքովա չգիտեմ բայց ուզում եմ ու գիտեք այդ օրը ես Հիսուսին ընդունում Տեր ու Փրկիչ արդեն ծառայություն բրծել է երկու եղբայր եկան ինձ ուղղորդեցին ապաշխարության մեջ ես հրավիրեցի Հիսուսին իմ կյանքի մեջ ու հետո ինձ ասում են գիտես ինքը նվերել ունի քեզ համար ուզում ես ասի ինչ ասու հետ կապված է ես ուզում եմ ու էդի այնպիսի մի մտնոլոր մեկ էլ աղոթում են սկզբում այնքան ծիծաղելու էր նրանք սկսան լեզուներով աղոթել ես մի կերպ պահում եմ պրոշներս կծոտելով որ հանկարծ չծիծաղեմ որտեղ ծիծաղի մայջեի վրա որ ես ինչ են անում ես մարդիկ մեկ էլ հանկարծ տեսնեմ իրանք լռել են ես եմ այտենց աղոթում հիմա իմ մեջ արդեն ես մի հատ sense հարցական է ես աղոթում եմ արդեն ոչ թե զարմացած եմ իրանց աղոթքի վրա զարմացած եմ իմ աղոթքի վրա ու էդիս ես ներսից հորդում ես հիմա մեջս ստեղ ասում եմ օր այս սուր բերեց ընկերս ինձի բայց ստեղից աղոթք եմ լսում այնքան հաճելի վերջի ծառայությունից դուրս եկանք ու տենց սկսվավ արկածները Հիսուսի հետ Էսի մի փոքր փրկության պատմություն ոնց ես եկել եմ Հիսուսին ու անցնում է մի քանի վաղ մի երևի 3 ամիս անցնում է ես տանը նստած Աստվածաշունչ էի կարդում մեկ էլ այդ պահին պատկերացեք ոնց որ սեղանը sense պատի տակ դրված է ես այդտեղ գիրքը դրած կարդում եմ sense հետաքրքրված էլի որ շատ բան է չէ սկսում այդ պահին մեկ էլ հանկարծ այսպես մի հատ էկրանա պատի վրա բացում տեսիլ կա տես բացվում ինձ համար էկրան բառից բուն իմաստով այս էկրան որ բացվով ես ես քարացա ու տեսնում եմ որ մեր տանկն է այդ բացատն է այդ անտառն է այդ տարածքն է այդ եմ տեսնում ոնց որ ֆիլմի պես բացվեց ու մի հսկայական հրեշտակ այդ տանկի կողը կանգնած իր մի հատ ձեռքը մեր տանկի վրա դրած այդ բաշնյայի վրա դրած գիտեք ես որ այդ տանկի չափերը գիտեմ ու տեսնում եմ այդ հրեշտակի չափերը որ իր մի հատ ձեռքը բաշնյան վերցել է Ոսում միսիշ մեծ մեկնա, մեկ էլ ասում եմ, այդ պահին դե մարդ չկա տունը, ես էլ ասում եմ, այ Տեր, ուրեմն այդ քո հրեշտակներ, ես էլ մտածում եմ թշնամու հետախույզներն են։ Այսինքն մեկ ուրիշ հետախույզ էր, այդ երկնքի հետախույզներ եկե մեզի օգնության։ Ու այդ օրվանից կյանքս էլ ավելի նվիրվավ Տիրոջը, որ իրան ճանաչեմ, իրան ավելի մոտիկից իմանամ ինչ է ինք ուզում իմ կյանքում անի եւ իմ կյանքի միջոցով։ Սիրելիներ, այսօր ուզում եմ խոսեմ երկու տան փրկության պատմության մասին։ Աստված դրել է դա շատ ուժեղ սրտումս, որ բաժնեցեմ ձեր հետ, հավատում եմ, որ սա շատ օրհնաբեր կլինի ձեզ համար, որ դուք կբռնկվեք Աստծո նպատակներից, որովհետև ինչի մասին որ խոսալ եմ, հենց Աստծո նպատակի մասին եմ խոսալու, որ Աստված հետաքրքրված է, որ դու եւ քո տունը փրկվեք։ Աստված հետաքրքրված է, որ դու եւ քո ազգատոհը փրկվեք։ Աստված հետաքրքրված է։ Պատկերացեք, իմ կնոջ տատիկը գտնվում էր Ուկրաինայում մի հատ գյուղում։ Ինձ բախտ ավիճակվում այդ համ Ուկրաինա ու ինքը իր տատիկին չի տեսնում այդքան երկար ժամանակ ես այդում եմ այդ տատիկի փրկությամբ եմ զբաղվում ասում եմ ասենց է էլի դու քո բարեկամների փրկություն թողել ես ին վրա բայց քանի որ մենք ենք ինչ որ քոնն է իմնա ինչ որ իմնա քոնն է մենք պետք է հասնենք բոլորին ու գիտեք ինքան զարմանալի ես գնացել եմ իր սաղ քերիներին քերու երեխեքով բանով փրկության բանը կատարվի ու դրանից հետո էլ ընդեղ ոչ մեկ չի կարողացել մուտք գործի որտե պատերազմը արդեն սկսվել Աստված ինքան արագ է շարժվելու մենակ եթե դու իրան ասես այո Մենք անցած Կիրակի լսեցինք, չէ, մենակ դու համաձայնություն տուր իր կամքին։ Քեզ հետ է պետք, որ երբ որ ինքը մի բան ուզում անի, ինքը քեզանց համաձայնություն ակնկալում։ Շատ հրաշալի խոսքեր։ Ես իմ մոտ լիքը լավ բաներ նշումներ արեցի։ Անցած Կիրակի օրվա խոսքից։ Շատ շնորհակալություն, Հովս Սամվել ջան։ Սուրբ Հոգով տված ուղերձի համար շատ ուժեղ էր։ Լավ, եկեք իրար հետ նայենք երկու ընտանիքի պատմություն։ Մի ընտանիքի փրկության գործով զբաղվողը ամենավերջի պիղծն էր Մի ընտանիքի փրկության գործով զբաղվողը ամենաբարե պաշտմարտն էր։ Ինչ է էսի կարևոր, որ դու տեսնես համ ամենապիղծը փրկության կարիք ունի, համ ամենաբարե պաշտը փրկության կարիք ունի, որ ես ու դու պետք է այսի տեսնենք, որ հանկարծ չխապնվենք, որ մեր բարեկամների մեջ տեսնենք մի բարե պաշտի, իրանք էլ քեզի համոզեն, որ դե ես ինչից պետք է փրկվեմ, դու գոնե հասկանաս, որ իրանք Հիսուսի կարիք ունեն, որտեղ բարեպաշտությունը լավ է, բայց ինքը քեզ պետք է բերի Հիսուսին։
Պղծությունը վատա քեզ պետք է ազատի ու փրկի այդ իրավիճակից։ Համաձայն եք։ Մենք պետք է իսի տեսնենք, որ հետաքրքրված լինենք մեր տներով, որովհետև մենք կարանք մեր կյանքը ապրենք անիմաստ, բայց կյանք դնենք փրկության համար, շատերի համար։ Եկեք ուշադրություն դարձնենք այս խոսքերին։ Ուրեմն, Ռախաբի ու Կորնիլոսի մասին եմ ուզում ձեր հետ կիսվեմ։ Մեկը 5 կտակարանից, մեկը նոր կտակարանից։ Այսինքն մեկը մի հեթանոս մարդ էր, մեկը մի հեթանոս մարդ էր։ Բայց ո՞նց է իրանց տան փրկության գործերը ակտիվանում, մենք պետք է ստեղից օրինակ վերցնենք ու Հիսուսի հետ համագործակցելով այդ գործը հասցնենք իր տրամաբանությանը։ Գիտեք, այն օրը, որ ես ասեցի Տեր, խնդրում եմ ամբողջական ընտանիքներ, ես խնդրեցի այսպես, ասեցի ես ամբողջական ընտանիքներ եմ խնդրում, ես ոնց որ մի հավատքս հերիքում է, որ ոչ թե մենակ մեկի փրկության համար ես կանգնեմ, այլ հիմա իմ հավատքը աճել է միտեղ, որ ես կարամ ամբողջական ընտանիքի փրկություն խնդրեմ քեզանց։ Ու գիտես, այդ օրվանից հետո, որ ես այդ քայլը անում եմ, ես միշտ ընտանիքների հետ եմ հանդիպում փրկության խոսք խոսալու, ոչ թե մենակ անհատների։ Այնպես է ստացվում, որ այդ անհատների հետ հանդիպում, իրանք ինձ իրավիճակում են իրանց տուն, ու սա բարեկամներիդ խոսալու պահալն ու։ Դուք էդի կտեսնեք այս ամեն ինչի մեջ։ Ուզում եմ, որ այսօր քո սիրտը սենց բաց պահես, ուրիշ տեղ չթաս, մտքերը ձիգ պահես, չթողես, որ սավառնեն ուրիշ տեղ, որովհետև Հիսուս այստեղ է։ Մի օր մի ծառայության ներկա էր Ռուսաստանում, այնքան հետաքրքիր Տիրոջը սենց ասում է, Տեր, ո՞նց է իր մարդկանց ներսի մտքի աշխարհը իմանում։ Ինքան կուզենա մտես մի հատ այդ փորձառությունը հասկանամ, ոնց դու մարդկանց խորհուրդների իմացար, դեռ ոչ մի գործարք չտեսնելով։ Ախր էդի դու դրել ես մեր մեջ, ու պատկերացրեք, ես խոսում եմ ընտանիքների մասին Ռուսաստանում, որ ընտանիքների փրկության գործով պետք է իրանք զբաղվեն, ու մեկ էլ հանկարծ այդ պահին այդ խոսքը եկավ մի հատ պահի, մեկ էլ հանկարծ սկսեցի լսել այդ լսարանում բոլորը ինչ են մտածում, ինչ են խորում, հենց այդ պահին։ Ես պահի տակ սենց քարացա, ու գիտեք, մեկը սենց ասում, ես եթալու եմ տուն ամուսնուս ասեմ, ներ ինձի, ես ես հարցում ճիշտ չեմ եղել, այն մեկ ասում է, ես եթալու եմ ասեմ, ոնց եմ քեզ սիրում, ինքան շնորհակալ եմ ասած, որ դու իմ կյանքում, սենց մտքին եմ սկսում լսել, ամեն մեկ այդ խոսքից մի հատ միտք է իր մեջ ֆրցնում, ու էդի հանկարծ Տերը թույլ է տալի այդ պահին լսել։ Ու գիտեք, ամենը զարմանալին որն է, որ հետո ես ասենց եմ ասում եմ, այն ինչ որ մտածում ես անպայման գնարա։ Իրանք դրանց ավելի քարացան, որ մեկը ոնց որ իմացավ ինչ որ մի բան։ Այ շատ ծիծաղել էր այդ պահը տեսնել էր պետք։ Լավ, եկեք նայենք իրար այդ պատմությունը։ Առաջին բանը, որ կուզենամ ես ու դու տեսնենք Առաջի Տիմոթեոսի 2-րդ գլխի 1-6 խոսքերը։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալը աղաչանքի լեզու է օգտագործում։ Եթե աղաչանքի լեզու կա, ուրեմն էսի շատ կարևոր է։ Էսի շատ կարևոր է, եթե աղաչանքի լեզու ես տեսնում, լավ։ Հենց աղաչանքի լեզու ես կարդում Աստվածաշնչի մեջ, շատ պին բռնվի այդ խոսքերից, որտեղ այնտեղ կարևոր ուղերձ կա քեզ համար։ Ու ինչ է ասում, սպես ասում, արդ աղաչում եմ, 1-6 խոսքերը, այսպես։ Արդ աղաչում եմ։ Ինքը գրում է մի հովիվ մարդու։ Ամեն մեկը ստեղ կա, որ տան գլուխը։ Ով կա, որ իր ընտանիքի գլուխն է։ Ահա, շատ լավ։ Տեսեք, ուրեմն այս խոսքը ձեզ վերաբերվող է, լավ։ Ովքեր էլ դեռ ընտանիք չունեն կամ ընտանիքի գլուխ չեն, կամ ընտանիքի մեջ օգնական չեն, նշանակում է ձեզ էլ է վերաբերում, որտեվ դուք էլ մի տան մաս եք, դուք անպայման պետք է ստեղից ինչ-որ բան վերցնեք ձեզ համար։ Նայեք, ասում է աղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար։ Խնդրվածքը վերաբերվում է նյութական ոլորտներին, աղաչանքը վերաբերվում է փրկության ոլորտներին, իսկ գոհությունը վերաբերվում է կատարված բաներին։ Լսում եք, 3 բան, բայց ինքը ասում է, երբ որ դու, ասենք օրինակ $100 ես աղաչում, դու ճիշտ չես օգտագործում քո աղոթքը։ Դու կարաս խնդրես, ասես Տեր, ինձ $100 է պետք։ Գիտեմ, որ ոսկի արծաթը քոնն է, գիտեմ, որ դու կարաս մատակարարես, բայց երբ որ դու մի մարդ ես տեսնում, ասում ես խնդրում եմ փրկես մարդուն։ Էսի չի գործում, դու պետք է աղաչես իր փրկության համար, որտեղ այնտեղ լիքը դժվարություններ կան, խնդիրներ կան, բերդեր կան, տանջանքներ կան, դիվական բաներ կան, դու աղաչում ես, որտեղ այդքան արժևորում ես դրա համար ես աղաչում։ Էսի շատ կարևոր է, մենք մեր տները պետք է իրական արժևորենք, որ շատ ուժեղ կանգնենք, մեր բարեկամներին, մեր հարազատներին, անկախ ամեն ինչից պետք է դու կպնես Տիրոջ սրտին, որտեղ Տերը ուզում է ինչ-որ մի բան։ Իմաստը ինքը բարձրաձայնում է, հետո ուղղությունը ասում թագավորների, իշխանավորների համար, որ խաղաղ կյանք ունենակ Աստվածապաշտությամբ, հետո տեսեք շարունակությունը 3-րդ խոսքը, որտեղ սա բարի է եւ ընդունելի մեր Փրկիչ Աստծո առաջին։
Երբ որ դու ամեն մարդու համար խնդրում ես իր կարիքների համար, իր փրկության համար եւ իր համար գոհանում ես, սա բարի է։ Սա բարի է։ Տերը ցույց է տալիս մարդու միջոցով, որ սա բարի է, երբ որ դու մեկի կարիքների համար աղոթք ես անում, բարի է, երբ որ մեկի փրկության համար աղոթք ես անում, սա բարի է, երբ որ մեկի համար գոհանում ես Աստծուց, սա բարի է։ Ընդունելի է Տիրոջ առաջին։ Հետո շարունակություն տեսեք ինչ ուժեղ ասում։ 4-րդ խոսքը, այ ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը բռնկվի այս կամքով, որտեղ ասում է, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան։ Խնդրում եմ, ձեր մեջ մի զարգացրեք նմանատիպ վարդապետություններ, հո բոլորը չեն փրկվի։ Ինչքան է քանդում այս գաղափարախոսությունը, ինչքան է մեզի կանգնեցնում էր ավետարանչությունից, ինչքան է մեզի կանգնեցնում փրկության ծրագրից։ Սիրելիներս, խնդրում եմ, եթե Աստված կամենում է, որ բոլորը փրկվեն, դու մնա այս ալիքի վրա։ Ինչ վարդապետություններ կլսես կողքից, դե հո բոլորը չեն փրկվի, դե հո բոլորը չեն գնա երկինք, սենց բաներից դու քեզի հետ պահի։ Աստծո կամքն է, որ բոլորը փրկվեն, ու դա պետք է նաև քո սրտի երազանքը դառնա։ Ես ինչի եմ էսի կարևորում, որովհետև շատ եմ հանդիպում, որ քրիստոնյաները վարդապետական բաների պատճառով իրանք ընկնում են ծուղակը, ասում են հո բոլորը չի փրկվի, ու էլ չեն զբաղվում ավետարանչությամբ։ Ու էսիա վտանգը շատ-շատերի, որ մեռնում են, քրիստոնյա են, բայց հանգում են, ինչու, որովհետև ամենակարևոր առաքելությունն են բաց թողում։ Դրանով էր Հիսուսը երկրի վրա։ Նա ասում է, եկել եմ, որ գտնեմ ու ապրեցնեմ կորածին։ Սիրելիներս, եկեք Հիսուսի մտածմունքին նայենք, որովհետև ստե բացվում է, որ Աստված ոչ միայն ասում է, որ դա բարի է, որ դու խնդրում ես ինչ-որ մեկի համար, աղաչում ես ինչ-որ մեկի փրկության համար, որ գոհանում ես ինչ-որ մեկի համար, ոչ միայն դա բարի է, նաև Աստծո կամքն է բացում, որ նա ուզում է, որ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան։ Ամեն։ Որտեղ մեկ Աստված կա եւ մեկ էլ միջնորդ Աստված եւ մարդկանց մեջ Քրիստոս Հիսուսը, որ իր անձը ամենի փրկանք տվավ, որ վկայություն լինի իր ժամանակին։ Ինչ հիասքանչ խոսքեր։ Պողոսը բարձրաձայնում է, ինչու, որ ես ու դու բռնկվենք, Տեր, եթե դու կամենում ես, որ բոլորը փրկվեն, ուրեմն ես չեմ հարմարվելու, որ իմ տան որևիցե մի անդամ դժոխքի բաժին դառնա։ Լսում եք։ Եթե դու չկանգնես, ով պետք է կանգնի։ Իմացեք, էսի շատ կարևոր։ Դրա համար հիմա եկեք այս երկու պատմություններին մոտենանք։ Էս մի փոքր ես հիմք էի դնում, բայց հիմա եկեք նայենք ինչ է կատարվում Ռախաբի կյանքում։ Դու գիտեք այս պատմությունը, հավատում եմ, որ շատ անգամ լսել եք սրա մասին, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը մի քանի կարևոր բանի վրա կենտրոնացնեմ։ Ուրեմն Ռախաբը ինքը թարգմանաբար նշանակում է ընդարձակ, այդ իր անվան թարգմանությունն է, պատկերացեք ինքը իր անվան համաձայն պետքա լավ առումով ընդարձակվեր, բայց ինքը վատ առումով ընդարձակվեր, անմաքրության հարցերով ընդարձակվեր, նաև իր տունը սարքելա մի հատ այդպիսի պրիտոն, որտեղ հավաքվում են մարդիկ հյուրանոցի պես եւ նաև իրանց կարիքներն են բավարարում, ու պատկերացեք ինչ է կատարում, այս կնոջը պիտակը կպած այդ ամբողջ հասարակության մեջ բոլորը ճանաչում են իրան, ու իր մասին մենք կարդում ենք Պոռնիկ Ռախաբը։ Անդադ շեշտադրվում է, դա պատահական չի, այդ մի հատ երևույթը մեզի ցույց է տալի, թե ինքը ինչ գործունեությամբ է զբաղված եղել եւ իր ուղղվածությունը ինչ ուղղության վրա է եղել։ Տեսեք, երբ որ կարդանք այս պատմությունը, դուք հետո տանը ամբողջը կկարդաք մի հատ լրացուցիչ ձեզ համար։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ, երբ որ երկու լրտեսներ գալիս են Երիքովը լրտեսելու համար, ու այնպես ալնում, որ լուրերը տարածում են, որ լրտեսներ են եկել, ու այս մարդիկ գալիս են հենց այդ հյուրանոցը Ռախաբի։ Ուզում եմ այս բաներին ուշադրություն դարձնենք այս խոսքերին։ Տեսեք, 8-9 խոսքերն եմ կարդում Հեսուի 2-րդ գլխում։ Եվ երբ որ նրանք դեռ չէին պարկել, կնիկը վեր ելավ կտուրը նրանց մոտ եւ ասեց այն մարդկանց. Ես գիտեմ։ Այդ ձեր մարդիկ ամեն ինչից տեղյակ են։ Լսում եք։ Ու ինքը ասում է ինչ գիտի։ Տեսեք, ասում է ես գիտեմ, որ Տեր այս երկիրը ձեզ է տվել, եւ որ ձեր վախը մեր վրա է ընկել, եւ որ ձեր պատճառով այս երկիրի բոլոր բնակիչները հալվել են իրանց ներսում, այսինքն խիզախություն չի մնացել, համարձակություն չի մնացել, բոլորը գիտեն, որ իրանք այս հարցը հաղթող չեն։ Ու ինքը շարունակում է իր խոսքը։ Պատկերացեք, նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Այսօր քանիսը գիտեք, որ վերջի ժամանակները իր հետ շատ բան է բերում, մենք տեղեկություն ենք ստանում Աստվածաշնչից, ինչ է սպասվում այս երկրին։ Քանիսը գիտեք։ Հուսամ բոլորդ էլ շատ լսում եք
Անես չի, որ ոչ մի բանից տեղյակ չեք։ Հիմա նայեք, այս կինը ինչ անում, ասում է ես գիտեմ ինչա սպասվում։ Ինքը կոնկրետ խոսում է, թե այս Երիքով տարածաշրջանին, Երիքով քաղաքին ինչա սպասվում, դա կործանումն է։ Ու շարունակենք 12-13 խոսքերը։ Ասում է եւ հիմա ասում է աղաչում եմ Տերով, երթում արեք ինձ, որ ես ձեզ ողորմություն եմ արել եւ դուք էլ ողորմություն կանեք իմ հոր տանը։ Այս ձև մարդիկ իրանք այդքան չեն մտածում իրանց ուրիշների համար։ Նրանք, երբ որ ապրում են անմաքուր կյանքով, կարանց շատերի վրա ուղակի սենց աչք փակեն, իրանց հետաքրքիր չլինի ոչ մեկը, լսեք, բայց հանկարծ իրա իմացածից եւ այս մարդկանց ողորմություն անելուց իրա ներսում բանա բարձանում, փափագա բարձանում իրա տամփրկության ձայնը։ Չես իմանում ինչի, ոնց որ մի ակնթարթում այս մարդը սկսում է վերադասավորվել։ Թեկվի կողքիդ ընկերոջ ասա շատ արագ պետքա դու վերադասավորվես։ Նայեք, հիմա ասում եմ աղաչում եմ ձեզ, որովհետև ես ողորմություն եմ արել ձեզ, եւ դուք էլ ողորմություն կանեք իմ հոր տանը։ Ոնց է դուրս գալիս այս արտահայտությունը, ով ստե հոր տուն ունի, հարազատների տուն ունի, բարեկամների տուն ունի, բոլորդ էլ ունեք։ Նայեք ինչ ասում։ Ինքը սկսում է այս մարդկանց խոսալ իր հոր տան փրկության մասին։ Հոր տունը չգիտի դրա մասին։ Սա կոչվում է ծածուկ տեղի զրույցներ Աստծո հետ։ Որ դու Աստծո հետ ուխտ պետք է անես քո հոր տան փրկության համար։ Ոնց որ այս մարդը այս վկաների հետ, հա, այս երկու վկաները, այս երկու հետախույզները, երկուսը վկայության թիվա, ու ինչ անում, ինքը իրանց հետ ուխտ է ուզում կնքի իր հոր տան փրկության գործը մեջ բերելու համար։ Շարունակենք ստեղ։ Ասում է եւ դուք ողորմություն կանեք իմ հոր տանը եւ ինձ մի ճշմարիտ նշան տվեք, որ իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին, բոլոր նրանց վերաբերյալներին ողջ կթողեք եւ մեկի անձը մահից կազատեք բոլորին։ Դուք պատկերացեք ինչ խոստումք ա խնդրում։ Ընդրանք սա իրանց մեղքերի մեջ նստած, ամեն մեկ իրան շնորհքությունների մեջ նստած, ամեն մեկ իր քեֆերի մեջ նստած, ոչ ոք չգիտի սրա մասին։ Ով է հանդիպել իր տան անդամներին, որ իրանց համար մի հաշիվ է, դու եկեղեցիս հետում թե չէ։ Հանդիպել եք տես մարդկանց։ Սիրելիներս, մի դրանով առաջնորդվեք։ Դու պետք է հասկանաս ինչա գալիս այս երկրի վրա, որ դու քո ընտանիքի փրկության գործով զբաղես, ոչ թե իրան քեզ ընդունում են, թե չեն ընդունում։ Ես հաստատ համոզված եմ, որ Ռախաբը այդ վիճակով կիներ, իր սաղ տնեցիկ, բարեկամներ, հարազատները իրան այդքան էլ սիրո աչքերով չէին նայում։ Միգուցե խայտարակի ստատուս ունեին, միգուցե իր այդ ոչ մի գործ չէին ուզում ունենային, միգուցե ասում են դու մեզ խայտարակել ես, թողել ես։ Շատ չգիտենք։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս կինը հանկարծ այդ գիտակցությունից սկսում է իր ընտանիքի փրկության հարցը բարձրացնել, փրկության հարցը իր հոր տան, իր եղբայրների քրերի եւ իրանց հետ կապ ունեցող բոլոր մարդկանց։ Զարմանալի է։ Եկեք շարունակենք, ուզում եմ ստե տեսնեք։ Ինքը այս բանը ասում է, 14 խոսք ասում է հետեւյալ, եւ այն մարդիկ նրան ասեցին. եթե այս մեր բանը չհայտնեք, այն ժամանակ թող Տերը ասում է, թող ձեր տեղը մեր անձերը մեռնեն։ Ինչ լուրջ բան են անում, այս տղերքը իրանց վիզը դնում են զոհասեղանի տակ, հարվածի տակ։ Լսեք։ Ասում են ժամանակ թող ձեր տեղը մեր անձը մեռնի։ Եվ երբ որ Տերը այս երկիրը մեզ տա, քեզ ողորմություն կանենք եւ հավատարմություն կանենք։ Ում են ասում։ Միած ստատուսով փչացած մեկին, բայց ողորմություն անելու պատճառով շատ բան է փոխվում։ Այս մարդը փրկության գործով է սկսում զբաղվել։ Իր ընտանիքի համար սենց ասենք դոշ է տալիս, իր ընտանիքի փրկության համար ասես ձայն է բարձրացնում, ու այս մարդիկ պատկերացեք ուխտի մեջ են մտնում հարաբերությունների մեջ, որ այս կնոջը ինչ որ ձևով օգնություն ցույց տան։ Եկեք տեսնենք ստե, շատ կարևոր բան եմ ուզում տեսնեք։ Ուրեմն 2:18-21-ն եմ կարդում։ Մի քանի բաներ ուղղակի այնտեղ շատ չեմ ուզում կենտրոնանամ։ Երբ որ մենք այս երկիրը մտնենք, դու այս կարմիր դերցանի ճուվանը այն պատանի վրա կապիր, որտեղով որ մենք իջանք, եւ քո հայրը, լսեք ուշադիր։ Այստեղ ուզում եմ որ դուք ինչ որ բան տեսնեք, ասում է եւ քո հայրը, մայրը, եղբայրները, քո հոր բոլոր տունը քեզ մոտ այս տանը ժողովի։ Սիրելիներ, այստեղ բացվում է եկեղեցու դերը,
որ փրկվածները պետքա ժողովեն տան մեջ, ոչ թե մնան ինքնահոսի, որտեղ յուրաքանչյուրը կարող վնասվի ինքնահոսի մնալով։ Ինքը ստե ինչ ասում է բոլորը այս տան մեջ ժողովեն։ Ինչու տան մեջ։ Տունը եկեղեցու հասկացողությունն է, գաղափարը, տունը ընդհանրապես շատ լավ է։ Գիտեք, երբ որ մարդը տան մեջ չի կենում, նա դիվական ազդեցության տակ է։ Որտև են դիվահարի բնութագիրը այդպես էր ասում, նրա ոտքը տան մեջ չէր կենում, այդ երգեսացիների դիվահարը որ կար։ Մի բնութագրերից մեկը էսա, բայց ինչ ասում բոլոր այս մարդիկ ում դու մատնան նշեցիր, թող բոլորը հավաքված լինեն քո տան մեջ։ Եթե քո տան մեջ հավաքված կլինեն, մենք ոչ մեկին չենք կպնի, բայց եթե իրանք այդ տան մեջ չլեն դրսում, իրանց արյունը իրանց վրա, այսպես խոսակցություններ են իրար հետ զարգացնում։ Կարդում եմ ձեզ համար, եւ ով որ քո տան դռնից դուրսը գա, նրա արյունը իր գլխին, մենք անպարտ ենք, բայց քեզ մոտ այս տանը բոլոր եղողների արյունը մեր գլխին, եթե նրանց մեկին ինչ որ մի ձեռք դիպչի, այ քեզի խոստմունքներ, ինչ զորավոր զրույցի խոստմունքների ծածուկ տեղում բաներ ստանալու թեմա է մի անձնավորության կյանքում, որ առաջ սխալ էր ապրում, հիմա որոշել է փրկության գործով զբաղվի։ Լսում եք, առաջ սխալ կյանքով էր ապրում, հիմա որոշել է փրկության գործով զբաղվի։ Ում փրկության գործով։ Իր ազգատոհմի, իր հորտան, իր բարեկամների, իր մոտիկների։ Ինչեմ ես էսի կարևորում, որովհետև մինչև դու մի օտարին շահես, դու այնքան մոտիկ մարդիկ ունես, իրանց բաց մի թող։ Դու իրանց պետքա քո տեսադաշտին պահես, որովհետև իրանք ամենակարևոր օղակն են քեզ համար։ Հետո դրանից հետո նաև օտարների դուռը կբացվի քեզ համար։ Հետո ասենց ասում 21 ասում է, եւ նա ասեց. ձեր խոսքի պես լինի։ Ով է հիշում այս խոսքը, ելով ասե։ Այս խոսքը ասել է Մարիամը հրեշտակին, թող քո խոսքի պես լինի։ Հիմա Ռախաբը ասում է, այս հետախույզ տղերքին, ասում է ձեր խոսքի պես լինի, ինչ որ ասում եք։ Ու այդ գիտեք ինչ է նշանակում, որ ես ամեն բան կանեմ, որ ձեր խոսքի պես լինի։ Որտեւ իրանք ասում են, ով քո տան մեջ կլինի, ով քո տնից դուրս կլինի, ամեն մեկը իր խնդիրն ունենալու։ Մեկը փրկություն կունենա, մեկը մահ կունենա։ Ու սրա մեջ մենք պետք է այս հստակությունը հասկանանք։ Ու ինքը ասում է, թող ձեր խոսքի պես լինի։ Ու ես հասկանում եմ, որ Ռախաբը ինչ անում, ինքը դրանից հետո իր ամբողջ ազգատոհմի փրկության գործով է զբաղվում, մինչև այդ պահը կգա։ Ու գիտեք զարմանալին որն է, որ Ռախաբը այսպես մի հատ իրավիճակի մեջ է։ Այս մարդիկ գնացին, հաջորդ օրը որ բացվում է, ինքը հլնում է այդ այցելության իր հորտանը։ Այսօրվանից գալիս եք իմ տունը մնաք։ Հետո եթե մեր քրերին ու աղբերին ասում է, ես չգիտեմ ոնց, ծախում եք, չեք ծախում, գալու եք իմ տանը։ Իմ հյուրանոցը բոլորիդ համար տեղ կա։ Իմ հյուրանոցի գործունեությունը դադարում է, ուրիշ բանի ա վերացում։ Բոլորիդ ուզում եմ իմ տան մեջ բնակեցնեմ։ Ու սաղին, բոլորին, դուք պատկերացեք, բոլորին սկսում է հավաքել իր տան մեջ։ Չէ՞ որ ինքը չգիտի երբ այդ պահը գալու։ Ու հիմա ամենալուրջ բանը, պատկերացեք, հանկարծ պատոհանից տեսնում է, որ հрьяաներ եկել են, արդեն բանակ են տվել։ Դուք պատմությունը գիտեք, 7 անգամ պտտվում են, մի օր պտտվան, երկրորդ օրը պտտվան, նրանք այս բաները տեսնում են, ու ինքը այդ ընթացքում մյուսներն ասում, սկսվել ամեն ինչը, մտեք, նշանները արդեն բացվել, մտեք իմ տունը, որ կյանք ունենաք, մտեք իմ տունը, ես խոստմունք ունեմ, մտեք իմ տունը։ Նա սկսում աշխատել այս ուղղությամբ, իր ազգատոհմին, իր հորը, մորը, աղբերներին, քրերին, ու բոլոր նրանց, ովքեր իրանց հետ կապ ունեն, սաղին հրավիրում է։ Ու դուք պատկերացեք հիմա ամենալուրջ բանը, պատկերացեք, 7-րդ օրն է, 7 օր են պտտվում։ Ու ինքը էլ տնից դուրս չի գալի։ Երևի Աստծո զգացողություններ կուներար, մտածում եմ սենց։ Ու այդ պահին դռները բաց է, մեկին ասում է, մտի ներս, նոր կխոսանք, հավատում ես թե չես հավատում։ Մտի տան մեջ, հետո կխոսանք։ Մի սպասի, որ մի բան հլնի նոր մտնես տուն, մտի ներս, հետո կխոսանք, հետո կորոշենք։ Ու գիտեք, հանկարծ այդ պահին աղա կլնում, այս մեկը շատ է իր մտքին զոր տալիս, դռների մոտ, որ պետք է ներս մտներ ու փրկություն ունենար, փլուզվում ամեն բան, ինքն էլ հետը մեռնում է։ Ու բոլոր ովքեր տան մեջ են փրկվում են։ Շատ լուրջ է։ Փրկության գործով զբաղվում։
Ռախաբը շատ արագ վերադասավորվավ իր կյանքի մեջ ու սկսավ իր ազգատոհի փրկության, որովհետև գիտեր ինչա սպասվում։ Եթե մենք գիտենք ինչա սպասվում ու անհոգ ենք, սա լավ չի մեզ համար։ Մենք պետք է զբաղվենք փրկության գործով։ Եկեք հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում։ Այս հետախուզները գալիս են Հեսուին, բոլորը պատմում են ինչ որ իրանց հետ տեղի ունեցել։ Հիմա այդ սա հաղթանակը տեղի ունեցավ, այդ սա մարդիկ ովքեր հավաքվել են այդ տան մեջ, եկեք դրա մասին կարդանք 6-րդ գլխի 22-23 խոսքերը։ Հեսուի 6 Եվ Հեսուն ասեց այն երկիրը լրտեսող երկու մարդկանց. գնացեք այն պորնի կնկատունը եւ հանեցեք այնտեղից այն կնկան, նրա ամեն ունեցածը, ինչ որ նրան երթում արիք, եւ այն լրտես երիտասարդները գնացին եւ հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին եւ նրա ամեն ունեցածը եւ նրա բոլոր ազգատոհներ հանեցին եւ նրանց կանգնեցին Իսրայելի բանակից դուրս։ Լսում եք? Բոլոր ազգատոհը, ինչ լավ աշխատի Ռախաբը, ինչ լավ աշխատի Ռախաբը, ինչ լավ է, այդ պիղծ անձնավորությունը հանկարծ հասկացավ ու վերադասավորվավ ու զբաղվեց իր ընտանիքի ու ազգատոհի փրկության գործով։ Ու գիտեք, ես պատմություն ես կարդում էի, հանկարծ Տերը խոսեց հետս, այնքան ուժեղ էր, այնքան տարված էի կարդում, մեկ էլ Սուրբ Հոգին ասում է, տեսա՞ր ինչ արեցի Ռախաբի միջոցով։ Ուզում ես քո միջոցով էլ անեմ։ Ոսի դեր ոչ եմ ուզում, ասա ինչ պետք է անեմ։ Դրա մասին մի քիչ հետո կպատմեմ ինչ արեցի։ Լսեք, սա շատ կարևոր է։ Այս փրկությունը մենք դիտարկում ենք ինչպես ֆիզիկական մահից փրկություն։ Ինչու, որովհետև իրականում իրանք ոչ թե հոգով փրկվեցին, այլ ֆիզիկապես փրկվեցին։ Նրանց ֆիզիկական մահ էր սպառնում ու իրանք փրկվեցին։ Բայց մենք այսօր նոր կտականում հասկանում ենք ոչ թե ֆիզիկական մահ, այլ հոգևոր մահ սպառնում շատերի։ Դրա համար մենք նաև կդիտարկենք Կորնելիոսի ընտանիքը, ոնց են իրանք արդեն Քրիստոսին ընդունում ու Քրիստոսի փրկությունն ունենում։ Գիտեք, իդեպ ասեմ, տեսեք, ֆիզիկական մահից փրկություն էր այս բանանում դիտարկվում, բայց Ռախաբը շատ լավ աշխատեց իր ամբողջ ազգատոհի փրկության գործով։ Իրանք, ասում է, բանակից դուրս կանգնեցին, չէ՞։ Ուրեմն ինքը դառնում է հետագայում այս ամբողջ ազգատոհը դառնում է Աստծո այդ ժողովրդի մաս։ Ու գիտեք, հետաքրքիրն է, որ Ռախաբը ամուսնանում է հետո մի հրեա մարդու հետ ու ինքը մտնում է Հիսուսի ազգաբանության մեջ։ Ու դա մարգարեական ակնարկ է լինում բոլոր աշխարհի հեթանոսների համար, որ օրերից մի օր իրանք Մեսիայի միջոցով փրկություն են ունենալու։ Հասկանում եք, դա մարգարեական ակտ էր։ Այս կնոջ, այս մի բանը մեզի տեղեկություն է տալիս, որ պիղծ հեթանոսները նրանք Քրիստոսով փրկության շանս են ունենալու։ Ու ոչ միայն իրանք, այլ նրանց ամբողջ ազգատոհները։ Սա մեզի ուղերձ է, սիրելիներս։ Եկեք հիմա նայենք բարեպաշտ հեթանոսի մասին։ Հա, բարեպաշտ հեթանոսի մասին։ Մեկը բարեպաշտը Աստվածախա, բայց բարեպաշտա, բայց հեթանոսի ստատուսով։ Եկեք կարդանք հիմա այս մյուս պատմությունը։ Պահեք այս բանը, թե Ռախաբը ինչ ուժեղ գործ արեց իր ամբողջ ազգատոհի փրկության համար։ Էսի ձեզ համար ուղերձա, որ դուք ձեր ազգատոհների մասին օտար աչքերով չնայեք, վիրավորված աչքերով չնայեք, հիասթափված աչքերով չնայեք, այլ Ռախաբի վերաբերմունքով նայեք։ Ինչու, որտեղ Ռախաբը ինքը մի պահ այդ սաղի համար փրկության մասին մտածեց ու իրականացրեց։ Մենք պետք է Քրիստոսի աչքերով նայենք, որ իրանց բոլորին կարողանանք փրկենք։ Կարդանք հիմա Կորնելիոսի մասին։ Կորնելիոսի անունը իրականում թարգմանաբար լատիներենից նշանակում է եղջյուրից դուրս եկած, այսպես ասած, եղջյուրից։ Պատկերացեք, ես մտածում եմ, ասում եմ եղջյուր, ինչի հետ է դա կապված, այսինքն ինքը ինչ որ մի հաստատության մասին է խոսում, բայց այդ հաստատությունը դեռևս իր կյանքում պետք է բարձրանա, որտեղ ասում է Տիրոջ եղջյուրը թող լինի մեր մեջ, կամ Տիրոջ երկյուղը լինի մեր մեջ, Տիրոջ վախը լինի մեր մեջ, մենք տարբեր բաներ ունենք մեր սրտում սրա մասին մտածելու, բայց ինչևէ, եկեք կարդանք Գործառաքելոց 10:1-6 խոսքն եմ կարդում։ Կեսարիայում ասում է մի մարդ կար, անունը Կորնելիոս, հարյուրապետ իտալացի կոչված գնդից։ Սա արդեն խոսում է, որ ինքը հեթանոս էր։ Հիմա թվարկենք ինչ բնավորություններ ուներ։ Բարեպաշտ էր, Աստվածավախ էր իր բոլոր տնով, շատ ողորմություններ էր անում ժողովրդին եւ ամեն ժամանակ աղոթք էր անում։ Հրաշալի բնութագիր։ Ամեն մի մարդ կերազեր այսպիսի բնութագիր ունենար իր մասին։ Բայց այս բարեպաշտությունը Աստծուն շատ է դուր գալի, բայց վերջը չի։
Տեր ուզում է փրկության, հաստատության մեջ բերի, որ այդ մարդը չմնա, որովհետև Տերը այսպիսի շատ մարդիկ ունես աշխարհում, որ դու կարաս հանդիպես, դու իրան չես կարա շշպրցնես, կներեք խոսքիս համար։ Դու չես կարող այդ մարդու մեջ մի մեղ բռնես, որ հետո մի հատ էլ իրան հանդիմանես։ Այս ձեր մարդկանց էլ եք հանդիպելու։ Հո ամենը չի, որ մեր հասկացած պիղծի պես են։ Լսեք։ Կլինեն մարդիկ, որ իրանք պիղծ կյանքով չեն ապրելու, բարեպաշտ կյանքով են ապրելու։ Դու սենցներն էլ ես հանդիպելու։ Դու պետք է իմանաս իրանց ոնց պետք է օգնես։ Ոչ թե իրան բերես, մեղավոր սարքես, նոր հետո փրկես, այլ իրան ասես, որ դու փրկչի կարիք ունես, դու Հիսուսի կարիք ունես։ Շատ հրաշալի է, իսի քեզի պատրաստելա, քեզ մենակ մի հատ հանդիպում է պետք, որ Հիսուսին ընդունես քո կյանքի մեջ։ Չէ որ դու քո լսածի պես ես ամեն ինչ արել։ Հիմա եկել է ժամանակը, որ հանդիպես այդ հեղինակին։ Տերը քո հետ աշխատել է թեկուզ եւ դու չգիտեիր։ Եկեք կարդանք։ Ասում ես մարդը այսպիսի մարդ էր, ամեն ժամանակ աղոթքեր անում, բարեպաշտ էր, Աստվածավախ էր իր բոլոր տնով ու շատ ողորմություններ էր անում։ Շատ հրաշալի բնութագիր է։ Նա օրվա իբր 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որ մտնելով նրա մոտ ասում էր նրան. Կորնիլիոս, եւ նա նրան ասեց, շատ վախենալով բռնված ասեց. Ինչ է Տեր, եւ նա ասեց նրան. Քո աղոթքները եւ քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին հիշատակի համար։ Անենք ողորմություններ։ Էդի ում համար այդ ողորմությունները հիշատակի պես բարձանում։ Աստծո համար։ Իսկ մենք ասում ենք, այդքան բարություն եմ արել, ով է հասկացե։ Փաստորեն մենք մարդուն ենք մտածում, որ հասկանա, բայց այդ ողորմությունը մարդու հետ կապ չունի։ Էդի Աստծուն է բացահայտելու քեզ համար օրերից մի օր։ Ու այս մարդուն հետ է բացում։ Տեսեք, ասում է հիշատակի պես բարձրացել է հոր առաջ, եւ հիմա մարդիկ ուղարկիր Հոպե եւ կանչի Սիմոնին, որ Պետրոս է կոչում։ Նա հյուրա մի կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովի մոտ է։ Նա կասե քեզ ինչ պետք է անել։ Նա կասե քեզ ինչ պետք է անել։ Հալելույա։ Դու գիտես ինչ ասես ինչ որ մեկին, ինչ անել։ Պետրոսը լավ գիտեր, որ Հիսուսի մասին պետք է ասի։ Եթե մեկը քեզի կանչի, դու պետք է իմանաս ինչ ասես։ Հիսուսի մասին պետք է խոսաս մարդկանց հետ։ Տեսեք 7-8 խոսքեր ասում է, եւ երբ որ գնաց այն հրեշտակը, որ Կորնիլիոսի հետ խոսում էր, իր ծառաների երկուսին, սրանք պատահական բաներ չեն, որ ձեր ուշադրությունը ուզում գրավեմ։ Նայեք, երկուսին կանչեց իր ծառաներից, որոնք պետք է գնան, եւ մի սպասավորի կանչեց, որ բարեպաշտ զինվոր էր։ Էլի շեշտում է, որ ոնց որ ինքն է եղել, այնպես իր տան անդամներն են եղել։ Էդի նշանակում է, եթե հովիվը ինքը փափագում է, որ կանչողի ձայնը այս աշխարհում շատ լինի, նշանակում է ես ակնկալիք ունեմ, որ դուք բոլոր կանչողի ձայն եք դառնալու այս քաղաքի մեջ։ Համաձայն եք։ Ոնց հով է այնպես դուք։ Ոնց հով է այդպես դուք, այսինքն եթե հովը կպած Աստծո սրտին ու այդ կանչը ուզում է բարձրացնել, այդպես էլ բոլորն են անում։ Չէ՞ որ ստե ասում է, ինքը բարեպաշտ է, իր ծառան էլ էր բարեպաշտ։ Բարեպաշտ զինվորը կանչում, որ ինքը նպատակը ճիշտ ձևով կհասցնի նպատակին, այսինքն լուրը ճիշտ ձևով կհասցնի, ճիշտ է։ Հիմա այս մարդկանց պատվերը տալիս եւ նրանց ուղարկում է, երկու բան պատմում է եւ ուղարկում է։ Ինչ ենք մենք ստե տեսնում, որ դու բարի բաները պատմելու ես ինչ որ մեկին եւ նաեւ այդ մարդկանց ասելու ես գնացեք ես բան արեք։ Երկու բան պատմում ես եւ ուղարկում ես գործ անելու։ Շատ ուժեղ է։ Շարունակենք, ասում է, հետևյալ օրը, երբ որ նրանք ճանապարհ ընկան եւ այն քաղաքին մոտեցան, Պետրոսը վեր ելավ կտուրը 6 ժամին մոտ աղոթք անելու, սովեց եւ կամենում էր ճաշել, նրանք կերակուր պատրաստելիս մտքի հափշտակություն եղավ նրա վրա։ Եվ տեսավ երկինքը բացված եւ մի մեծ կտավի պես անոտ 4 ծայրերից կապված իջավ երկրի վրա, որի մեջ կային երկրի ամեն կերպ չորքոտաններ, գազաններ, սողուններ, երկնքի թռչուներ եւ ձայն եղավ նրան վեր Պետրոս մորթիր եւ կեր։ Եվ Պետրոսն էլ ասեց. «Քավ լիցի Տեր, որտեւ ես երբեք պիղծ կամ անմաքուր բան չկերա»։ Եվ դարձյալ երկրորդ անգամ ձայն եղավ նրան. «Այն, որ Աստված սրբես դու պիղծ մի համարի»։ Ու ինքը նկատի ունի բոլոր մարդկանց։ Դու պետք է Աստծո սիրտ ընկալ այստեղ։ Հիսուսի միջոցով շատ լուրջ բան է կատարվի ու բոլորի համար է կատարվի։ Քո հասկացածը չի որոշում մարդիկ ինչ վիճակում են։ Հիսուսի արածը պետքա քո մեջ որոշի, թե մարդկանց համար ինչա կատարվի։ Ինքը Պետրոսին ուզում է գաղտնիք բացի, որ ինչ որ ես արել եմ, դու հակառակ մի մտածի։
Դու պետք է իմ ձևով մտածես։ Ու տեսեք, ինքը ասում ինչ որ Աստված սրբել է, դու պիղծ մի համարի։ Սա երրորդ անգամ եղավ, 3 անգամ եղավ, եւ այն անոթը վերացավ երկինք, երբ որ Պետրոսը զարմացած էր իր մտքում, թե ինչ պետքա լինի այն տեսիլքը, որ տեսավ, ահա Կորնիլոսի ուղարկված մարդիկ Սիմոնի տունը որոնելով դրան մոտ կանգնեցին։ Եվ դեռ Պետրոսը այն տեսիլքի համար արդեն կարդում եմ 19-20 խոսքերը։ Երբ որ Պետրոսը դեռ մտածում էր այդ տեսիլքի համար, հանկարծ հոգին նրան ասում է. ահա 3 մարդիկ քեզ են որոնում, ուշադիր լսենք 20 խոսքը։ Ասում է, բայց վեր կաց իջիր եւ գնա նրանց հետ, առանց խղճմտանք անելու, որտեվ ես եմ ուղարկի այդ մարդկանց։ Բայց ով էր այդ մարդկանց ուղարկի։ Կորնիլիոսը։ Հիմա Աստված ասում է, ես եմ ուղարկի։ Իրականում Տերն է ուղարկի։ Որտեվ Տերը պատվեր տվեց Կորնիլիոսին։ Կորնիլիոս այս մարդկանց ուղարկեց, ու Տերը այս մարդուն ասում է, որ ես եմ ուղարկի այդ մարդկանց, գնես կգնաս։ Դու շատ չգիտես, միգուցե Աստված ինձ ուղարկել է այս ժամանակի համար ձեր մեջ, որ այս բաները խոսամ ձեր հետ։ Շատ չեք իմանա, բայց ինչ գիտես, որ Տերը չի ուղարկի։ Ես գիտեմ, որ Տերն է ուղարկի։ Գիտեք ինչի, որովհետև մի հատ տեսարան էի տեսել մի օր երևի մի 2 տարի առաջ, որ ես Ամերիկայում կանգնած գիտար եմ նվագում։ Աստված էտելու վերջ։ Ու ինձ զարմացրեց այդ տեսարանը։ Բայց հետո այս պահին հիշեցի, որ ստե կանգնած գիտար եմ նվագում։ Այն օրներ խմբակում էի գիտար նվագում։ Ու հանկարծ հիշեցի այդ տեսարանը, ու ասում եմ Տերը ինչ որ մի բան անում է։ Լավ, եկեք ստե շարունակենք այս մարդու գործունեության ճոխությունն եմ ուզում տեսնենք։ Եվ ստեղ երբ որ ինքը ասում է հել գնա ու ոչ մի խղճմտանք չանես, որտեվ ես եմ ուղարկի։ Պետրոս էլ երկար բարակ չի մտածում, որտեվ գիտի Աստված կանչում է, 24 խոսք ասում է եւ հետեւյալ օրը մտավ Կեսարիա եւ Կորնիլիոսը իր ազգականներին, ասա ազգականներ, եւ ընտանիքի բարեկամներ, ասեք, համ ազգականներ, համ ընտանիքի բարեկամներ։ Դուք պատկերացրեք ինչ լավ է, որ ասենք այս մարդը Աստված բաներ է ստացել, բայց չի ուզում որ մենակ Իրանով ելնի էտի, չի ուզում մենակ Իրան էտի լինի ու վերջ։ Այդ համ լավ առանձին զրուցանեն պրծնեմ, չէ ինքը սաղին ուզում է, այդ ինչ լավ բան կա, որ հրեշտակ ասելա պետք է այդ մարդը գա պատմի, ինքը ուզում է բոլորին մասնակից սարքի դրան։ Ու ինքը հրավիրում է իր ազգատոհմի մարդկանց, իր ընտանիքի բարեկամներին կանչում է եւ բոլորը սպասում են եւ այդ մարդը կգա։ 25-26 խոսքեր հետեւյալն ասում եւ եղավ, երբ որ Պետրոսը ներս էր մտնում, Կորնիլիոսը դիմավորեց նրան եւ ոտներ ընկած երկրպագեց, եւ Պետրոսը կանգնեցրեց։ Այսի շատ լավ է, որ մենք էսի վերցնենք մեզ համար։ Մենք էլ մարդկանց պես մարդիկ ենք։ Մենք չենք վերցնում մեր վրա երկրպագություն, որ ֆոկուսներս փոխենք։ Մենք պետք է հասկանանք ինչի համար են կանչված։ Ու ստեղ Պետրոսը դրա վրա իր կենտրոնացած 27-ը սենց ասում։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ, եւ այնտեղ ով է կարդում բարձր։ Բարձր ասեք։ Բարձր ասեք։ Ուզում եմ բոլորդ ասեք։ Հասկանում եք, չի ասում մի քանիսի, ասում է շատ մարդիկ տեսավ։ Ինչ լավ է Կորնիլիոսը աշխատել։ Որ այդ բարի լուրը ոչ թե մի երկուսին, այլ շատ մարդկանց հասնի իր ազգատոհմի մեջ, իր բարեկամության մեջ։ Նա այս բանը ուզում եմ որ վերցնեք ձեզ համար, նա գործ արի որ շատ մարդ իր ազգատոհմից երկինք է թա եւ ոչ թե դժողքի բաժին է թա։ Լսեք, էսի շատ կարևոր է որ մենք էսի վերցնենք մեր տեսադաշտում։ Ուրեմն այնտեղ մտավ եւ շատ մարդ ժողոված գտավ։ Գիտեք, հիմա Պետրոսը բացատրություն է տալիս եւ Աստծո միտքն է հայտնում։ Գործ առաքելոց 10:28-29 խոսքերն եմ կարդում։ Ասում է եւ նրանց ասես, դուք գիտեք ինչպես ապորեն բան է, որ հրեա մարդու համար մի այլ ազգու դիպչել կամ մոտենալ, բայց Աստված ինձ ցույց տվավ, որ ոչ մեկ մարդի էլ պիղծ կամ անմաքուր չասել։ Տեսեք, այնտեղ համարել բառներ գրված։ Բայց դե Պետրոսը արդեն այսպես ասում. Տերը ինձ ցույց տվեց եւ Տերը ինձ պատվեր տվեց, որ ոչ մի մարդու ես պիղծ չհամարեմ։ Ինչու՞։ Որտեւ եթե ես պիղծ եմ համարում, ես չեմ փրկի իրան։ Բայց եթե ես Աստծո անունով եմ մոտենում այդ հարցին, որ ինքը պատվեր է տալ ու ես հնազանդվում եմ, ես անցնում եմ իմ ամեն հասկացողությունները, փիլիսոփայությունները եւ ուզում եմ ինչ-որ մեկի փրկության պատճառ դառնալ։ Պատկերացեք մի եղբայր զանգում է, գիշերվա 2:30 է, աչքս բացվում է, տեսնեմ այդ եղբայրը զանգել է։
Ասում եմ, այ քեզ բան, ինչ է այս մարդը, այս գիշերվա ժամին զանգ է։ Հիմա հելնեմ քունս փախելա։ Աղոթում եմ, մտածում եմ, կարող մի բան ա եղել, կանի հելնեմ մեթամ հասնեմ։ Այդ բան զանգում եմ իմ օգնականներից մեկին երիտասարդ։ Ասում եմ, նու, սենց բանով էլի մի կերպ, բայց վստահաբար գիտեմ, որ հաստատ ինքը չի մերժի, մտածելով, որ ինքը քնած կլինի, հիմա սենց վախվորած, սենց զանգում եմ, եկել ասում եմ, Մարտին որտեղ ես։ Եկել ասում է, ձեր շենքում եմ։ Ինչ ես անում մեր շենքում։ Ասում եմ, ջահելներում նստած ավետարանը չցնեմ անում։ Վայ ասի, հենց հիմա սպաս իջնում եմ։ Մի հատ վրազի թանկ կենտրոն գանք։ Ու մենք գնում ենք կենտրոն այդ մարդի դուռը ծեծում ենք, այդ մարդը սենց քնացնում է, գալիս է, բա հովիջան ինչ եղի եկել։ Ասում քեզան զանգ ա եկի, ես էլ մտածեցի կարող եմ մի բան պատահել։ Կայնի շուտ հասնեմ, տեսնեմ ինչ ա կատարվում։ Փաստորեն հերախոս կողնա դրեք, քունը գնացել է, մի ամիտ ֆրացել է վրեն, զանգ ա գնացել։ Ու գիտեք, այդ մարդու կյանքը այդ օրը փոխվավ։ Շատ լուրջ փոխվավ։ Այսօր շատ նվիրված մարդ ա դառը Տիրոջ տան մեջ։ Այն կարգի փոխվավ, որ ինքը զարմացած է մնացել։ Այս մարդը, այս 1000 ինչ է էլի հասել։ Մենք փրկության գործով ենք զբաղվում, շատ չգիտես, կարող է մարդ իրականում վտանգի մեջ է, մտածում է տաքսի է քշում, կարող է մի տեղ ավարիա է տվել, մի բան ա եղել, շատ շուտ հասնենք մի հատ տեսնենք ես ինչ մոմենտ է։ Ու սիրելիներ, ուզում եմ որ էսի տեսնեք։ Երբ որ Կորինթոս այս գործը անում է, Պետրոսն էլ բարձրաձայնում է, որ ասում է Աստված պատվեր տվավ, որ ոչ մի մարդու ես պիղծ չասեմ իմ ներսում ես պետքա փոխեմ իմ մտածելակերպը, ես իմ ներսում չպետքա պիղծ մտքեր ունենամ ուրիշների հանդեպ, ես Աստծո մտքերը պետքա զարգացնեմ, որ կյանք դնեմ ուրիշների համար։ Ու ինքը իսիա բացատրում է այս մարդկանց, որ հետո այս մարդկանց միջոցով շարժը ակտիվանալու, շատ չգիտենք ինչ շարժ, էդի մեծամեծ գործեր է, սիրելիներ։ Եկեք շարունակենք ստե տեսնենք, ինքը այս ամեն ինչը բացատրում է, Աստծո միտքը բացատրում է, ու հիմա ասում է, ասեք, ինչ եք ուզում, որ ձեր հետ խոսամ։ Ուստե Նիկոդեմոսը պատմում է, ինչ է իր հետ կատարվել, հետո դրանից հետո Պետրոսը սկսում է քարոզել։ Կարդանք 33-36 խոսքը ինչ ասում։ Ասում է, եւ ես իսկույն քեզ մոտ ուղարկեցի, դու էլ լավ արեցիր, որ եկար։ Ինչ լավ արտահայտություն է, որ լավ արեցիր, որ չմերժեցիր եկար։ Կարար չէ մերժեր։ Կարար չէ ասել ժամանակ չունեմ։ Կարար չէ ասել, որ հավես չունեմ։ Կարար կուլտուրայի զոհեթալ զբաղված եմ։ Կարար։ Բայց հիմա եկել ասում է, ինչ լավ ես արել, որ եկել ես։ Ոնց որ այս մարդուն բարձրացնում է, որ լավ է արել, որ եկել ես։ Հիմա ասա, մենք ինչ պետքա անենք։ Ուստեղ ինքը սկսում է քարոզել ու մեզ համար շատ հայտնի տեղեր են ստեղ, որ ինքը քարոզի ժամանակ բարձրաձայնում է, ու ասում է ճշմարտությամբ հասկանում են, որ Աստված աչար չէ, այլ ամեն ազգում, ով որ վախենում է նրանից եւ արդարություն է գործում, ընդունելի է նրան։ Այն խոսքը, որ ուղարկեց Իսրայելի որդկանց համար խաղաղություն ավետարանելու։ Թեկվի քո կողքի տնկերոջ ասա խաղաղություն ավետարանելու։ Սիրելիներս, խաղաղությունը նա է, որ Հիսուսը խաչի վրա գինա վճարել, որ դու փրկություն ունենաս։ Մենք պետք է այս խաղաղության այս քարոզը կամ ուղղությունը կամ վկայությունը ավետարանել, բաց չթողենք տեսադաշտից։ Հետո ինքս դե մեզ համար շատ հայտնի խոսք է ասում, բարձրացնում է Հիսուսի ամբողջ գործունեությունը 38 խոսքը։ Այն Հիսուսը, որ Նազովրեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով եւ սատանաս բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկաներ ենք այն ամեն բաների, որ հրեաների երկրում եւ Երուսաղեմում արավ, որին փայտից կախված սպանեցին։ Նրան Աստված հարություն տվավ երրորդ օրը եւ հայտնի արավ նրան ոչ թե բոլոր ժողովրդին, այլ մեզ Աստվածանից առաջագույն ընտրված վկաներից, որ կերանք եւ խմեցինք նրա հետ նրա մեռելներից հարություն առնելուց հետո եւ պատվիրեց մեզ ժողովրդին քարոզել եւ վկայություն դնել, թե ինքը Աստվածանից սահմանված դատավորը մեռելների եւ կենդանների ամբողջ դատելու կարողությունը դրված է Հիսուսի ձեռքերի մեջ։ Ամբողջ թե կենդաններին, թե մեռելներին։ Ու ինքը այս խոսքերը բարձրաձայնելով այս մարդկանց ինչ ասում, որ դուք Հիսուսի հետ գործ եք ունենալու մի օր։ Ու շատ հրաշալի է, որ դուք իր հետ հաշտություն ունենաք։ Շատ հրաշալի է, որ դուք իրան ընդունեք ու իր հետ ձեր կյանքը շարունակեք այսօրվանից սկսած։ Ու երբ որ այս խոսքերը բարձրացնում է, հանկարծ Սուրբ Հոգին իջնում է այդ մարդկանց վրա ու նրանք բոլորը մկրտվում են Սուրբ Հոգով, այն բոլոր հրեաները, որ քրիստոնյա էին, տեսնում են, որ իրանց վրա Սուրբ Հոգին եկել է, շատ զարմացած են ու հիացած են, ասում են Սուրբ Հոգին իրանց վրա էլ եկավ։ Ու ասում է այդ տան մեջ դուք տեսաք, չէ՞ շատ մարդ։
Ասում է բոլորը Սուրբ Հոգով մկրտվան։ Ամենաերանելի մարդն է Կորնիլիոսը։ Այսինքն բան Ռախաբը ամենաերանելին էր, որ ամբողջ Երիքովից մենակ ինքը փրկվավ, բայց երանելին է նաև որ Հիսուսի ազգատոմի մեջ մտավ, ճիշտ է։ Իսկ Կորնիլիոսի երանությունը գիտեք որն է, որ իր ամբողջ ընտանիքը Աստծո որդիներ են դառնում։ Բարեկամներով, հարազատներով, ընկերներով եւ բոլորը Սուրբ Հոգով մկրտվում են, իրանք կնիք են ունենում երկնքից, որ իրանք հավիտյան Աստծուն են ելնելու ու ոչ ոք իրանց Աստծո ձեռքից չի խլելու։ Ինչ զարմանալի երանություն։ Սիրելիներ, այս երկու բանը չի ես ուզեցա ներկայացնեմ։ Ռախաբը իր ընտանիքի փրկության գործով զբաղվեց, գիտակցելով ինչա գալիս այս աշխարհի վրա։ Նա Հիսուսի, ասես Աստծո փրկության գործ ակտիվացեց գեղեցիկ օրինակ, եւ մենք տեսնում ենք Կորնիլիոսը ինքը Աստծո հետ բարեպաշտության է ճանապարհ ընտրելով, բայց դա հերիք չէր Հիսուսի հետ հանդիպելա պետք։ Բոլոր բարի մարդիկ այս աշխարհի մեջ նրանք պետք է հանդիպեն բարության հեղինակին։ Ինչի, որ իրանք տեսնեն էին ամբողջ գեղեցկությունը, ում պատճառով է եղել, որ այդ բարությունը իրանց մեջ տեղա գթե ու իրանք ընթացք են տվել ու դրա միջոցով ինչ որ լավ բաներ են արել աշխարհի մեջ։ Սիրուն գեղեցիկ պատմություններ, չէ՞, սենց որ նայում ենք, բայց մեզ համար շատ կարևոր ուղերձ։ Ես կարդում եի Ռախաբի պատմությունը, մեկ էլ Աստված խոսեց, ասեց, ուզում ես որ քո բարեկամների հետ էլ այտենց լինի, ուզում ես որ ես նույն բան որ Ռախաբ միջոցով եմ արել, քո միջոցով էլ անեմ։ Ես ասի Տեր ուզում եմ, ինչ ես ուզում անեմ։ Ես էլ արդեն իմ վկայություն եմ տալի, որ կամրջենք այդ պատմության էջերից հիմա ներկայ ժամանակների մեջ, որ դուք իմանաք, որ դա գործում է։ Գիտեք, ինքան հետաքրքիր Տեր ասեց մի հատ ցուցակ կազմի, քո բարեկամների անունները գրի, ես մի հատ ցուցակ վերցեցի, իմ աղոթքի ցուցակներ էտի։ Ուրեմն 25 ընտանիքի անուն եմ գրում ամուսիններով, տղամարդ ու կին։ Գրեցի, ասեցի, եսի բավականա մնացածի վրա այդ ազդեցությունը կգա։ Գիտեք ինչն է զարմանալի, ու Տեր ասում է, այս բոլոր ցուցակը տեսնում ես, ամեն օր ուզում եմ որ իրանց համար աղոթես։ Համար 1. Պրակտիկ ինչ ես անելու քո բարեկամների համար։ Ցուցակը գրում ես ու իրանց համար սկսում ես աղոթել։ Ով կանի։ Ով կանի հենց այսօր, ով կսկսի հենց այսօրվանից։ Գիտեք, շատ լավ է որ դու այսօրվանից սկսես։ Թողեցիր վաղը, նշանակում է բաց ես թողել ինչ-որ մի բան։ Այսօրվանից ակտիվացրա, կիրառելի դարձրա այդ ամեն ինչը։ Ինչա էսի մեզի պատկ։ Դուք տեսնում եք, որ ժամանակները շատ արագ են անցնում։ Դուք տեսնում եք ինչքան արագ է ինֆորմացիաները շատանում։ Դուք տեսնում եք, որ դուք նաև հետ եք մնում արդեն ակտիվացված ինֆորմացիաներից։ Պետքա շատ արագ լինեք, շատ արագ բաները կյանքի կոչեք։ Ուրեմն համար 1 դուք ցուցակը գրում եք ու սկսում եք աղոթել, որովհետև մենք տեսնում ենք Պողոսը ասում է, որ ամեն օր աղաչում եմ, որ աղոթ կանեք, գոհություն խնդրված ամեն մարդու համար։ Էսի համար սկզբունքային 1 կետն է։ Ու Տերը այդ բան ասեց, ես ցուցակագրեցի 25 ընտանիքի անուն ու ես սկսեցի ամեն օր իրանց համար աղոթել։ Ու ամեն օր հաջորդ բանը տվեց ռազմավարությունը, ոնց որ Ռախաբը կեթար կայցելեր իրանց, այտենց էլ ուզում եմ որ ամեն օր դու մի ընտանիքի այցելես։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Ես ամեն օր մի ընտանիքի այցելում, մի կես ժամով կլներ, մի ժամով կլներ նայես ժամանակի։ Գալիս է իրանց հետ մի բաժակ սուրճ էի խմում, հալքեֆ էի հարցնում, ասում եմ ինչ կարիք կա, որ ես կարամ ձեր համար աղոթեմ։ Ինչ խնդիրներ ունեք, ինչ դժվարություններ ունեք։ Ես ուզում եմ ձեզ ծառայեմ, դուք իմ բարեկամներն եք։ Ես ուզում եմ ինչ-որ ձևով ձեզ համար օգտակար լինեմ։ Ասեք ինչ հարց կա, այս հարցը կա, այն հարցը կա։ Իրանք սկսեցին ասել, ես էլ սկսեցի աղոթել։ Կոֆե խմեցի, շփվեցի, աղոթեցի, հելա գնացի։ Ու գիտեք, այդպես ամսվա կտրվածքով այցելություն եմ անում 25 ընտանիքի։ Բայց մի անգամ։ Բայց բոլորը իմ աղոթքի մեջ են ամեն օր։ Մի տարի ես այդպես այցելություն եմ անում։ Այդ հետևողականությունը ուզում եմ որ դուք պահեք։ Սա մյուս կարևոր սկզբունքն է, որ Տերը ասեց հետևողական եղի, որտեվ եթե դու սկսել ես, ուրեմն հետևողական եղի, որտեվ ես ցույց եմ տալու շատ մեծ բաներ։ Ես հետևողական եղա։ 1 տարի ես ինչ եմ անում, աղոթում եմ ամեն օր ու այդ սկզբունքով այցելում եմ բոլոր այդ բարեկամներին։ Իրանց հետ շփվում եմ, իրանց հետ հաղորդակցում եմ, իրանց հետ լավ ժամանակ եմ ունենում, իրանց համար աղոթում եմ ու գնում եմ իմ գործին։ Իրանցից հələ ոչ մեկ Հիսուսին ընդունած չէ։ Գիտեք հետո ինչ է կատարվում։ Դրանից հետո մի տարի որ լրանում է, Տերը ասում է, ես եմ ավելի շատ հարցնում Տիրոջ, ասում եմ Հիսուս, ինչ ես ուզում ել որ անեմ։ Ասեցիր մի տարի այցելել եմ, հիմա ինչ ես ուզում։ Ու մեկ էլ Տերը ասեց, ուզում եմ մի հատ էլ այցելես։ Դե որ մի հատ էլ այցելես, բայց այս անգամ գիտեք ինչ ասեց, հիմա որ այցելես, այս բանը կասես։ Ասեցի Տեր, ես ինձ ավելի sense ոնց որ շահը գրգռեց, գիտեք ինչ պետք է ասեի։
Ես բոլորի տները մտնում եմ, մենակ մի հատ ուղերձ է ասում։ Ասում եմ, ոնց տեսնում եմ, շուտով այս բարեկամությունը ավարտվելու է։ Իրանք էլ ասում են, այն Կարեն ինչ ես խոսում բարեկամ։ Հազիվ սկսել ենք մի քիչ շփվել, իրար զգալ բանան, դու ասում ես ավարտվելու է։ Մեկ էլ ասում ճիշտն ասած, ախր ես էս մի տարի ձեր տները եկել եմ, բայց դեզանց ոչ մեկ իմ տունը չի եկել։ Ես հիմա ինչ հասկանամ, դուք ուզում եք բարեկամություն անենք, թե չէ։ Ես չեմ հավատում միակողմանի բարեկամությանը։ Հաջորդ ամիս խմբերով գալիս են մեր տուն, ես սկսում եմ կարգին ֆինանսապես նեղություն քաշել։ Հետո հասկանում եմ ավելի լավ ամենակ այդ հալը քանց թե բոլորին հրավիրել։ Էդի կինո է։ Բայց ասի ինչև է, գիտեք, այդ մի ամիս այտենց անցնում, բոլորի հետ եմ այտենց խոսում։ Հետո հաջորդ ամիս մեկ էլ Տերը ասում է, հիմա մտի ու հավաքի հունցքը։ Ու ես մտնում եմ, որ տունը մտնում եմ, ընտանիքի անդամներով սկսում են ապաշխարության աղոթք անել։ Գիտեք, ես այնքան ուրախ եմ, որ այդտեղից արդեն 30 մարդ կա, որ երկինքա գնացել։ Ու ես առիթը բաց չեմ թողել։ Իրանց մեկի մասին չեմ մտածում, տենաս այդ մարդը որտեղ է։ Անհատապես հետներ աղոթք եմ արել։ Ու էսի ոնց է Տիրոջ դուրը գալի, գիտեք, երբ որ դու վստահ ես ելնելու, չես ընկնելու ինձ ծուղակը, որ գաս հետո հով ջան, չգիտեմ, այս մարդը մեռել է, հարցնում են, գոնե Հիսուսի հետ հաշտվել էր, ու դու ասում ես չգիտեմ, բայց ինքան բարի մարդ էր։ Ասում եմ, դե արի վստահենք Աստծուն, Աստված մեծ է, ինք արդար դատավորը հաստատ լավ կլինի ամեն ինչը։ Մենք այսպես բաներ ենք խոսում, ճիշտ է։ Ուզում ենք ինչ-որ ձևով մխիթարենք, բայց ինչի է լեզուն օգտագործենք, եթե մենք առիթ ունենք իրանց փրկության մասին խոսանք։ Սիրելիներ, գիտեք, արդյունքում ինչ եղավ, որ մինիմում 150 մարդու փրկություն է տեղի ունեցել։ Այդ սաղի, որ հաշվում եմ ընտանիքի անդամներով, բաներով, մեծեր կային, երեխեք կային, սաղ sense բացվում են։ Ես այնքան ուրախ եմ, որ 30 մի օր դրեցի, հաշվեցի, որ 30 մարդ հիմա չկա արդեն։ Այդ ցուցակից ու բոլորը երկինք են գնացել, որ պատմեմ ինչ հրաշքներ, իրականում զարմանալի դրսևորումներ, զարմանալի վերապրումներ, զարմանալի հրաշքներ, բայց ինչև է, գիտեք, երբ որ դու կպնես քո ազգատոմի փրկության գործին, սիրելիներ, դու որոշում կայացա, ես եւ իմ ընտանիքը պետքա Տիրոջ տան մեջ ելնենք։ Ոնց որ Ռախաբը իր սաղ ազգատոմը հավաքեց իր տունը, Տեր, տուր ինձ շնորհք, որ ես էլ իմ ամբողջ ազգատոմը հավաքեմ քո տունը։ Լավ, հավաքեմ քո տունը։ Ես մտածում եմ, որ եթե դուք բռնկվեք հիմա այս խոսքից ու լուրջ կպնեք դրան, շատ ապշած եք մնալու, որ շուտով այստեղը իրականում կտեսնեք, որ շատ քիչ է ձեզ համար ելնելու, շատ քիչ ելնելու։ Ուղղակի ձեր թասիբին եմ հիմա մարտահրավեր ուղարկում։ Մի ապրեք ձեր համար։ Վաղը չգիտես քո հետ ինչ կլինի։ Մի ապրի նպատակի համար։ Ապրի քո ազգատոմի փրկության համար, էդի արժի այդ նպատակի համար ապրել։ Էդի միակ նպատակն է, որ քո հետ երկինք կտանես, ոչ մի ուրիշ բան երկինք չես տանելու։ Կունենաս ամենաճոխ մեքենաները, կունենաս ամենաճոխ տները, ամենաճոխ փողերը կունենաս, ամենալավ հաճույքները կունենաս, էդի երկինք չես տանի։ Կա մենակ մի բան, որ դու երկինք կտանես, էդի քո ամեն ազգատոմն է, որոնք փրկվեն Հիսուսի հետ բան կունենան։ Ես այնքան զարմացած էի մնացել, որ միտեղ այտենց ոնց որ առիթ էլա, որ հավաքվել էինք նո այտենց պանիխիդայի պես տեղեր, հետո հացկերույթ բան, տարբեր բաներ, ու հանկարծ բարեկամներ ասում են, մի հատ խոսա էլի դու, մեզի մխիթարության խոսք ասա, առիթը ոնց բաց թողես, ինչի ամաչես, եթե էդի մի հատ առիթ է, որ կարող ես այդ մտնոլորտի մեջ անես, ու գիտեք ինչն է հետաքրքիր, ես այդ մտնոլորտի մեջ խոսացի Հիսուսի մասին, անցնում է մի որոշ ժամանակ, այդ մտնոլորտի մեջ գտնվող մարդկանցից մեկը մահանում է։ Գոնե լսած է թան, էլի ոչ թե անտեղյակ, բայց այդ խոսքը կպել էր իրանց, որովհետև իրանք սուս լսում էին ու էդի շատ ուժեղ ազդեցություն էր իրականում։ Ուզում եմ սիրելիներ, այս խոսքս ավարտին բերելով ես վերջացրեցի իմ խոսքը, բայց քաջալերում եմ, որ մենք հիմա իրար հետ մի հատ աղոթք անենք մեր ազգատոմերի համար, մեր ընտանիքների համար, որ փրկության գործը իրանց համար կյանքի կոչվի։ Ես գիտեմ, որ ձեր ամեն մեկի սիրտը այնպես չի, որ չի թրթռում բարեկամների համար, ամեն։ Ես գիտեմ, որ ձեր սիրտը ձեր ազգականների համար, որ մի բան ալում հանկարծ սիրտդ գցում է։ Ձեզանց ոչ մեկ, անկեղծ ասեմ, ձեզանց ոչ մեկ անտարբեր մարդ էլ չի։ Կարող է ձևական անտարբերություններ լինեն, բայց երբ որ հանկարծ մի բան ելնում է մեկին,
Դու չես կարողանում հանգիստ մնաս, ուզում ես ինչ-որ ձևով աջակցես, ուզում ես ինչ-որ մի բան անես։ Հիմա մի հատ սիմվոլիկ բան ենք իրար հետ անելու։ Աջ ձեռքը вообще Աստվածաշնչի մեջ փրկության ծրագրի մասին է խոսում։ Հիմա կխնդրեմ, որ դու բարձրացնես քո աջ ձեռքը։ Մենակ քո աջ ձեռքը։ Թող քո աջ ձեռքը հիմա շատ բարձր լինի։ Սենց մի արա, բարձր պահի, բարձր պահի։ Քո աջ ձեռքը բարձրացրա, եսի քո հայրական տան, քո եղբայրների, քույրերի մասին է խոսում։ Այս աչդ ինքը քեզ միշտ հիշեցնելու է, որ դու փրկության գործ ունես իրականացնելու քո հարազատության մեջ, դու փրկության գործ ունես իրականացնելու քո ազգատոմի մեջ։ Գիտեք, ինչու որտեվ Հիսուսը հոր աչն է, աչը փրկության հասկացողությունն է։ Թող քո աչը ամեն անգամ որ կտեսնես, հիշես, որ դու քո ազգատոմի փրկության գործով պետք է զբաղվես։ Ամեն։ Աղոթենք ձեր հարազատության փրկության համար։ Աղոթենք ձեր տների, ձեր հարազատների, որ ամբողջական փրկությունը լինի։ Հոժարեք բոլորդ։ Եթե հոժարեք Աստված առավել եւս մեծ բան անելու, եկեք աղոթենք։ Ամենակարող Հայր, մենք մեր աջ ձեռքերը բարձրացրել ենք ինչպես նշան, որ մենք փրկության գործի համար կանչված մարդիկ ենք ու մեր ամեն բարեկամների ու ազգատոմի համար շնորհակալություն ենք հայտնում իրանց յուրաքանչյուրի համար, որ դու հետաքրքրված ես իրանց փրկության գործով, որտեղ դու տվել ես մեզ հնարավորություն լսելու այս խոսքերը այս պահին, հենց այս մթնոլորտի մեջ, որ դու հետաքրքրված ես մեր բարեկամներով, հետաքրքրված ես մեր ամեն հարազատներով, որ դու իրանց ոչ մեկի կորուստով հետաքրքրված չես, բայց դու կամենում ես, որ նրանցից յուրաքանչյուրը փրկվի, ու մենք մեր աջ ձեռքը ինչպես փրկության նշան բարձրացնում ենք քո հետ համաձայնվելով, քո աչի զորության հետ համաձայնվելով, քո աչի խորհրդի հետ համաձայնվելով, քո նպատակների հետ համագործակցելով Սուրբ Աստված, խնդրում ենք Հիսուս, որ քո փրկության գործը տարածվի մեր տների մեջ, ինչպես դա տարածվավ Ռախաբի տան մեջ, ինչպես դա տարածվավ Կորնիլոսի տան մեջ, խնդրում ենք, այդպես էլ տարածվի մեր տների մեջ, մեր ազգատոհների մեջ, մեր հարազատների մեջ, նրանք ովքեր Ամերիկայում են, նրանք ովքեր Ամերիկայից դուրս են, օ Սուրբ Աստված, միևնույնն է, մենք գիտենք, որ քո ձեռքը չի կարճացե հասնելու յուրաքանչյուրին, որտեղ էլ որ իրանք կան, մենք խնդրում ենք թող քո օգնությունը, քո փրկությունը, քո երկնքի միջամտությունը հասնի իրանց, գտնի իրանց, փրկի իրանց, դուր մեզ խոսք մեր բերանը բանալու ժամանակ, դուր մեզ կարողություն աղոթքներով կանգնելու իրանց ամեն մեկի փրկության համար եւ ոչ մի առիթ բաց չթողելու, ինչ որ դու ուզում ես իրականացնես յուրաքանչյուրի համար, Սուրբ Աստված, մենք այս ամենը խնդրում ենք վստահելով, հավատալով, գիտակցելով, որ դու ամեն մեկի համար գին ես վճարե եւ ոչ մեկին պիղծ չես համարում, այլ նրանց ամեն մեկի համար մեծ գին ես վճարե, որ նրանք ճաշակեն ու փրկվեն եւ խավարից լույսի մեջ փոխադրվեն եւ քոնը դառնան, ու մենք կանչում ենք այդ օգնությունը յուրաքանչյուրի համար Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Խնդրեմ բարձրացա քո ձախ ձեռքը։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ նրա ձախ ձեռքում հարստություն ու փառք կա։ Հիշեք, որ Աստված ուզում է, որ քո կյանքում եղած ամեն մի հարստություն ու փառքը դու ծառայեցնես փրկության գործի համար։ Որտեւ հարստություն երկինք չես տանի, բայց Տերը ուզում է քեզի տա այդ հնարավորությունները, որ դու փրկության գործի մեջ ելնես։ Նրա ձախ ձեռքում հարստություն ու փառք կա։ Ես ինչի համար եմ ասում առաջին էսի, որտեւ եթե էսի կենտրոնական է լավ, սարցակվելու է, որ դու կարողանաս մատակարարես փրկության գործը։ Եկեք խնդրենք, եթե պարտքեր ունեք, խնդիրներ ունեք, ֆինանսական ազդեցություններ ունեք, թող դա կոտրվի, որ դու կարողանաք մատակարարող դառնաք Տիրոջ ավետարանի փրկության գործի համար։ Սուրբ Աստված, մենք հենց հիմա բարձրաձայնում ենք եւ խնդրում ենք իրականում, որ մեզ մատակարարման մարդիկ դարձնես, որ մեզանց յուրաքանչյուրս գործ ունենան քո հարստության ու փառքի հետ այնպես, որ դրանք ծառայեցնենք փրկության գործի համար։ Գիտենք, որ դու կամենում ես, որտեղ քո ձախ ձեռքը հեռու չի քո աջ ձեռքից, նրանք իրար հետ են, քո մարմնի մեջ են, քո հետ միասին են գործում։ Դրա համար մենք այսօր խնդրում ենք, Հայր, թող ամեն պարտքի լուծը, թող ամեն մի ագահության լուծը, թող ամեն տեսակի ֆինանսական նեղության լուծը կոտրվի յուրաքանչյուր զավակի վրայից այնպես, որ նրանք մասնակից լինեն հարստության ու փառքին եւ դրանով մատակարարեն փրկության գործը, նրանով մատակարարեն ավետարանի գործը Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Հիմա գիտեք ինչ ենք անելու։ Հիմա երկու ձեռքն ենք բարձրացնում։ Այսի նշանակումը մենք ոչ մի բան էլ չենք ուզում։ Մենք փառաբանող ենք, որտեղ ասում է ձեր սուրբ ձեռքերը բարձրացեք ու փառաբանեք։ Եկեք փառաբանենք հիմա Տիրոջը, բարձրացնենք։ Հովս Անվել ջան, խնդրում եմ արի։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ շատ, մերսի։ Փառք Տիրոջը, եկեք երկրպագենք Տիրոջը, Տեր շնորհակալություն ենք քեզ հայտում այս օրվա համար, այս հրաշալի խոսքի համար։